Լավ, եթե այդքան բյուջեն լցրել եք, ամեն ինչ իդեալական է, բայց դեպքում գլխով ոտքով քաղաքացու գրպանը մտնել է եւ ամեն վերջին կոպեկը քերելը, ինչ նպատակ է հետապնդում։ Լավ, այսպես ընդհանուր վերցնենք, էլի, օրինակ 18 թվականից հետո Թունյան Բաբկենենց հարևան Պողոսը, չնայած ոնց հասկացանք դուք արդեն նորակառույց եք տեղափոխվել, այս վերջին ցույցերից այդպես նման մի արձանագրում կարող, եթե սխալվում եմ ամեն դեպքում։ Թունյան Բաբկենենց հարևան Պողոսի կյանքում ինչ է փոխվել։ Ասեմ ինչ է փոխվել։ Նախկինում, եթե իր գույքահարկի համար պայմանական օրինակ 20,000 պետք է վճարեր, հիմա վճարում է 60,000 դրամ 3 անգամ։ Պարոն Գաբրիելյան, մի ընդհատեք տեղից։ Հիմա վճարում է 60,000 դրամ, հաջորդ տարի վճարելու է 80,000 դրամ, 4 անգամ ավել գումար է վճարելու։ Աղբանության համար ավելի մեծ գումար է վճարում, նստում է տրանսպորտ ավելի շատ փող է տալիս։ Եթե մեքենա ունենա գնա Կարմիր գծի վրա, կանգնի, շատ ավելի մեծ գումարներ է վճարելու։ Հանկարծ եթե նոտարի մոտ գնա, նոտարի մոտա շատ փող տալու, ասում Աստված մի արածը հանկարծ փաստաբանի կամ հաշվապահի կարիք ունենանք, դրանց գումարներն էլ եք, իրենց գումարներն էլ եք, այսինքն հարկերը բարձրացել եք, որն ուղիղ ազդելու է քաղաքացիների վրա։ Այս խեղճ մարդը մտնում է խանութ, ամեն ինչ թանկացել է, ինչին կպնում է թանկացել է։ Հազիվ գնում է նստում է տուն, գլուխը բռնում է Եվ փորձում է հեռուստացույցով գոնե մի դրական բան լսի, լավ վերջը մեր երկրում մեզ համար մի դրական բան կատարվում է, թե չէ։ Եվ պարզվում է, օրինակ այն դեպքում, երբ որ ինքը այդքան հարկեր տալիս է եւ իր աշխատավարձը մեծ հաշորշատ չի փոխվել, պարզվում է, որ օրինակ 2024 թվականին կառավարական դաչաների գումարը 60 միլիոնով ավելացել է։ Եվ տարեկան 603 միլիոն դրամ գումար տրամադրվում է կառավարական դաչաներին։ Հետո պարզվում է, որ 2024 թվականին 2.4 միլիարդ դրամի ծառայական մեքենաներ է ձեռք բերվում։ Այս խեղճ Պողոսը գլուխը բռնած ասում այ Նիկոլ, 18-ին երկուսս էլ վարչապետ էինք։ Հիմա այս մի վարչապետը աշխատում է այդ գույքահարկն, այս մեկն է, տակը փող չի մնում հազիվ ապրելու։ Նիկոլ Փաշինյանի շարասյունը ավելանում է, նրա կառավարական դաչաների գումարները ավելանում է, ճոխ ու շռայլ մարդիկ ապրում են, վայելում են։ Միակ տարբերությունը, որ իր կյանքում եղել է, դա է։